Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության քայլը Թուրքիան եւ Ադրբեջանը անարձագանք չեն թողել։ Իսրայելի իշխանությունների ընդունած որոշմանը, որը նախաձեռնել էր Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սարը, նրանք պատասխանել են արտգործնախարարությունների մակարդակով։ Թեև երկուսի ուղերձներում էլ կարմիր թելով անցնում է հայոց ցեղասպանությունը որպես փաստ չընդունելու նրանց դիրքորոշումը, այնուամենայնիվ Անկարայի եւ Բաքվի հայտարարությունների բովանդակությունը տարբեր էր։ Բաքուն անընդունելի համարելով Իսրայելի կառավարության որոշումը կոչ է արել այն վերանայել, նշելով, թե այդ քայլը խոչընդոտում է տարածաշրջանում մշտական խաղաղության եւ հաշտության ջանքերը։ Ինչ վերաբերում է պաշտոնական Անկարային, ապա հիմնական շեշտադրումն այն էր, թե Իսրայելի կառավարությունը նման քաղաքական որոշմամբ ցանկանում է քողարկել Պաղեստինի ժողովրդի դեմ համակարգված գործողությունները, որոնք Անկարան հանցավոր է որակում։ Իսրայելի կառավարության որոշմանը առավել ակտիվ եւ ոչ պակաս կտրուկ են արձագանքել թուրքական թերթերը, որոնք Իսրայելին մեղադրել են ցեղասպան պետություն լինելու մեջ։ Թուրքական շրջանակները Իսրայելի կառավարության հայոց ցեղասպանության ճանաչումը ընդունելու այդ քայլը Թուրքիայի դեմ են ընկալել, նշելով, թե դրանով Իսրայելը քաղաքական ուղերձներ է փորձում հաղորդել։ Ազգայնական հայացքներով Միլիետ թերթը, որը հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ամբարտավան քայլ է անվանել, ժամանակային առումով այդ որոշումը կապել է թուրք-ամերիկյան կապերի խորացման հետ։ Իսրայելը դիմեց այդ քայլին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը տեղեկացրեց Կոնգրեսին Թուրքիային ռեակտիվ շարժիչներ փոխանցելու մասին, գրել է թերթը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշումը, որն այժմ սպասում է Իսրայելի խորհրդարանի Քնեսեթի քվեարկությանը, իսկապես ուշագրավ է։ Թերևս առաջին անգամ է, որ հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով բանաձևը ներկայացնում է երկրի իշխող ուժն ու Իսրայելի կառավարության նման բարձրաստիճան պաշտոնյա։ Նախորդ դեպքերում պայմանավորված թուրք-իսրայելական լարված հարաբերություններով այդ հարցը որպես կանոն բարձրացվել է հիմնականում ընդդիմադիր ուժերի կողմից, իսկ այդ նախաձեռնությունները կասեցվել երկրի իշխանությունների կողմից։ Ի դեպ, գրեթե բոլոր այդ դեպքերում իշխանության ղեկին կրկին Բենյամին Նեթանյահուն էր եւ նրա գլխավորած Լիքուդ քաղաքական ուժը, որոնք չեն ցանկացել սրել կամ փչացնել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Հետևաբար այս անգամ հաշվի առնելով, որ նախաձեռնությունը Նեթանյահուի թիմինն է, կարծես ամրապնդում է այն կարծիքը, որ այս անգամ կառավարության ընդունած բանաձևը կընդունվի նաև Իսրայելի խորհրդարանում։ Նախորդ անգամ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի քաղաքական օրակարգում էր անցյալ տարի։ 2025-ի օգոստոսին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հարցազրույցներից մեկում խոսքի ընթացքում ընդունել էր հայոց ցեղասպանությունը։ Հարցազրույցավարի այն հարցին, թե ինչու Իսրայելի վարչապետները մինչև այսօր չեն ընդունել հայոց ցեղասպանությունը, նա գլխի ժեստով դրական պատասխան էր տվել, նշելով, թե ինքը հենց հիմա դա արեց։ 2023-ի հոկտեմբերից ի վեր քաղաքական ենթատեքստը Գազայի պատերազմն էր, որը մեծապես սրել էր Թուրքիայի եւ Իսրայելի կապերը, մինչև վերջին ժամանակները ուղիղ բախման վտանգ ստեղծելով նրանց միջև Սիրիայում։ Իսրայելի վարչապետի ամենամեծ քննադատը դարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Նեթանյահուի քայլերը ցեղասպանական որակելով աստիճանաբար դադարեցրել է միջպետական առևտուրը Իսրայելի հետ։ Դա աննախադեպ քայլ էր, քանզի նույնիսկ 2010-ականների ճգնաժամերի ընթացքում եւ դրանցից հետո երկկողմ առևտրային կապերը որպես կանոն շատ չեն տուժել։ Երկկողմ ապրանքաշրջանառությունը տեղ-տեղ հասել է նրանց համար աննախադեպ չափերի՝ շուրջ 8-ից 9 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Ինչ վերաբերում է Իսրայելի արտգործնախարար Սարի ներկայիս նախաձեռնությանը, ապա դրա համար կարող են լինել տարբեր պատճառներ, հիմնականում պայմանավորված Իսրայել-Թուրքիա աշխարհաքաղաքական մրցակցությամբ։ Օրինակ, վերջերս երբ Իրանի հարցով անհամաձայնություններ են առաջացել Իսրայել-ԱՄՆ կապերում, էական ջերմացում է նկատվում Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում։ Անգամ խոսք է գնում Թուրքիային ի վերջո ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչներ վաճառելու մասին, որոնց համատեղ արտադրության ծրագրից թուրքական կողմը հեռացվել էր Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ։ Պատճառն այն էր, որ Անկարան 2019-ին որոշեց ձեռք բերել ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր, ինչը Միացյալ Նահանգների համար անընդունելի էր։ Այժմ ԱՄՆ-ն փորձում է վերանայել հարցը։ Համենայն դեպս այդ մասին հունիսի 25-ին վստահեցրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ամերիկյան կողմի հարցի վերանայումը մեծ հրատապություն է ստանում, հաշվի առնելով, որ հուլիսի 7-ից 8-ը Անկարայում նախատեսված է Հյուսիսատլանտյան դաշինքի ՆԱՏՕ-ի համաժողովը, որին մասնակցելու է նաև անձամբ Թրամփը։